Պատերազմը մենք այս համակարգի պատճառով ենք տանում տվել։ Մենք պատերազմը տանում չենք տվել, որտեղ զինվորը վատա կռվե, գեներալը վատա ղեկավար է, գնդապետը վատա ղեկավար է, կառավարման համակարգը մեր պարտվել է Ադրբեջանի կառավարման համակարգի դեմ ու պատերազմական շրջանում հակառակորդների հիմնական խնդիրը գերազանցել հակառակորդի կառավարման միջոցներին, ոչ թե տեխնիկան է միջոցը, այդ թվում մարդն է միջոց։ Ալիևը կազմել էր Ստավկա կոչեցյալը, հիշում եք, Ստալինը ասում էր Ստավկա պաստանավիլը, այդ Ստավկան, որի մեջ ընդգրկվել էին Թուրքիայի գեներալները, մասնագետները, ընդգրկվել էին էկոնոմիստներ եւ այլ եւ այլ եւ այլ, եւ իրանք պլանավորել էին պատերազմը եւ այդ պատերազմը տարան մինչեւ վերջ։ Մեր մոտ պատերազմը սկսեց, սաղ գցեցին գլխավոր շտաբի վրա, իրանք քաշվեցին յան, իմ առաջարկը ստեղծել այդ Ստավկան ինքը չստեղծեց, հիմա հասկանում եմ, որ չկրի պատասխանատվություն։ Չնշանակվեց գերագույն գլխավոր հրամանատար, սաղ ջարդվեց գլխավոր շտաբի վրա, հիմա էլ այսօր դատում են գեներալներին, գնդապետներին եւ սպաներին։ Ասում են լավ չեք կռվել։ Չէ, դուք լավ չեք կառավարել, պարտությունը դրա մեջ է։ Մենք պիտի ստեղծենք նորմալ պետություն, նորմալ համակարգ եւ նորմալ սահմանադրություն։ Պետք է լինի Հայաստանը կիսանախագահական երկիր։ Ու մենք պայքարելու ենք դրա համար միացեք մեզ։